2026 թվականի խորհրդարանի ընտրության մասնակիցների շրջանակն ուրվագծվում է, մասնակցության հայտ է ներկայացնում նաև Հայ ազգային կոնգրեսը։ Վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, քաղաքական ուժը խիստ կարևորում է հաջորդ տարվա ընտրությունը, այն սովորական չէ, ասում են։ Մենք կորցնում ենք մեր պետականությունը եւ այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, շատ ավելի մեծ է, շատ ավելի մտահոգիչ է եւ մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այնպիսի դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր լինի մեր երկիրը փրկել ուղղակի այս գահավիժույց։ Մենք հիմա գտնվում ենք այսպես կոչված սողացող կապիտուլյացիայի իրավիճակի մեջ, երբ որ Ադրբեջանը ամեն օր նորանոր պահանջներ է դնում մեր առաջ եւ այդ պահանջների իրականացման վերջը չի երևում։ ՀԱԿ-ի համար գերխնդիրը պետականության պահպանումն է, այս առաքելությամբ են մտնում քաղաքական պայքարի մեջ։ Նպատակին հասնելու համար պատրաստ են գործակցել տարբեր քաղաքական ուժերի, մտավորականների, հայտնի իրավապաշտպանների հետ ու կոալիցիա կազմել։ Մենք պատրաստ ենք գնալ համախմբման գործընթացով, մշակել ինչպես փոխզիջումային ծրագիր, այնպես էլ ընդունել փոխզիջումային վարչապետի թեկնածուի որևէ թեկնածուի։ Մենք պատրաստ ենք դրան։ Վերջին 3 մեծ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ իշխանությունները ունեն 10%-անոց ռեյտինգ եւ 10%-անոց ռեյտինգի դեպքում չհաղթել այսպիսի իշխանությանը ամոթ է ուղղակի։ Կոնգրեսը Փաշինյանի իշխանությանը ներքին սպառնալիք է համարում, եթե գան իշխանության կատարելու են Հայաստանի ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները, թեև կարծում են, որ Թրամփի ուղի նախագիծը թերի է։ Դրանից դուրս են մնում երկրներ, որոնք աշխարհաքաղաքական լուրջ դեր ունեն ռեգիոնում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։